Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք, երևի սկսենք աշխարհաքաղաքական իրադարձություններից եւ հետո արդեն անցնենք ներքաղաքական կարևոր հարցերի։ Մենք տեսնում ենք ռուս-ուկրաինական այս առճակատումը նոր թափ է ստանում, արդեն կադրեր են հայտնվել Վոլգոգրադի վրա Ուկրաինայի հարձակումից, ուկրաինական զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքի երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, իր հերթին Ռուսաստանն է, այսպես ասենք, կարծեմ Ռոստովում ուկրաինական անօդաչու թռչող սարք է հարձակման ենթարկվել, 2 մարդ զոհվել է։ Խնդրեմ իրավիճակը ինչպես է գնահատում, Ռուսաստանի նախագահն էլ երեկ հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից ագրեսիա չկա, Ռուսաստանը պատերազմը չի սկսել, այլ արձագանքում է Կիևի կողմից արևմուտքի աջակցությամբ սանձազերծված ռազմական գործողություններին։ Համեցեք։ Անշուշտ զուտ ֆորմալ առումով Ռուսաստանն է պատերազմը սկսել, բայց այո, Պուտինի գնահատականի հետ այն մասով եմ համաձայն, որ այս պատերազմը մեծ հաշվով ՆԱՏՕ էքսպանսիայի հետևանք էր, պետք է պատերազմի ծագումը եւ պատերազմի պատճառները ճշգրիտ ներկայացնել։ Այո, ֆորմալ առումով Ռուսաստանը սկսեց, բայց ինչու՞, որովհետեւ արևմտյան երկրների հովանավորությամբ Ուկրաինան ըստ էության հրաժարվեց Մինսկ 1-ի, հետո Մինսկ 2-ի պայմանավորվածություններից եւ ըստ էության տեղի էր ունենում ՆԱՏՕ էքսպանսիայի քաղաքականությունը, ինչը անխուսափելի բերելու էր պատերազմի, ինչպես եւ 2008-ին դա պատճառ հանդիսացավ Ռուսաստանի եւ Վրաստանի պատերազմի կամ Վրաստան-ռուսական ներխուժման։ Հիմա գանք վերջի շրջանի իրադարձություններին, իսկապես արևմտյան երկրների քաջալերմամբ եւ նրանց աջակցությամբ Ուկրաինան ձեռք է բերել սպառազինություն, որով մինչև 2500-3000 կիլոմետր կարողանում է Ռուսաստանի խորքերը թիրախավորել։ Դուք գիտեք, որ հաշված օրերի ընթացքում ըստ էության քաղաքացիական մի ինֆրաստրուկտուրա միջին բիզնեսին վերաբերող Viberis-ը ըստ էության իր բոլոր տերմինալներով լոգիստիկ առումով ըստ էության չեզոքացվեց կամ կոլապսի ենթարկվեց, ինչի եմ Viberis-ը նշում, որովհետև մեր հայրենակիցներից շատերը այդ թեմայի հետ առնչություն ունեն նյութական ֆինանսական առումով։ Հիմա Ռուսաստանին դնում են մի հատ վիճակի մեջ, անկեղծ ասած, որ կամ Ռուսաստանը պիտի ընդլայնի պատերազմի աշխարհագրությունը, որպես թիրախ ունենալով նաև Ուկրաինային անմիջականորեն աջակից եվրոպական երկրները, կամ պիտի ընդունի խաղաղության այն պայմանները, որ եվրոպացիները պարտադրում են։ Դատելով Պուտինի հենց երեկվա հարցազրույցից, ռուսները նահանջել չեն պատրաստվում։ Ցավոք սրտի առաջիկայում, եթե ոչ աշխարհագրական առումով, այլ բուն պատերազմական գործողությունների մենք ականատես կլինենք էսկալացիայի մեծացմանը։ Գիտեք, այդ խորքային հարվածները Ուկրաինայի ստրատեգիական առումով պատերազմի ընթացքի մեջ ոչինչ չեն փոխում։ Դե ռազմաճակատի երկյանքով միևնույնն է շարունակվում է ռուսների թեև փոքր, բայց առաջխաղացումը։ Մեծ հաշվով դրանք նպատակ ունեն Ռուսաստանում հասարակական կարծիք ձևավորել, այդ հասարակական կարծիքով ազդել Պուտինի կայացրելիք որոշումների վրա։ Դուք գիտեք, այնտեղ բենզինի խնդիր կա, ի վերջո մարդկանց համար դիսկոմֆորտ է, որտեվ Ռուսաստանում մեծ հաշվով բացի սահմանակից մարզերից այդ պատերազմի արկայությունը չէին զգում, հիմա արդեն մի զգալի մաս։ Հիմա ինչպիսին կլինեն իրադարձությունները դժվար է կանխատեսել, բայց ես ճիշտն ասած այս համատեքստը, որ Ռուսաստանի համար այնքան էլ բարենպաստ չի, ինձ առայժմ չի ստիպում փոխել իմ հիմնական կարծիքը, որ ստրատեգիական իմաստով տեղի ունեցողը պատերազմի ընթացքի վրա չի ազդելու եւ ի վերջո ընդամենը Ուկրաինայի հոգեվարքն է երկարաձգվում, այսինքն արևմուտքի հարցերը լուծում է Ուկրաինայի հաշվին։ Սա իհարկե մեր համար որպես երկիր Հայաստան այս վիճակը խիստ մտահոգիչ է, որտեղ նշանակում է ուկրաինական պատերազմը ոչ միայն
կարճաժամկետ հեռանկարում չի ավարտվելու, այլ դերևս էսկալացիայի նոր փուլեր ենք տեսնելու, սա անշուշտ ավելի ազատում է Ադրբեջանի ձեռքերը, մենք տեսնում ենք, չէ՞, ինչքան Ռուսաստանի գործերը ուկրաինական ճակատում բարդ են լինում, այնքան Ադրբեջանի լեզուն ավելի երկար է լինում, դա ստատուս քվո է, որը Հայաստանին ոչինչ լավ բան չի խոստանում։ Ռուբիո Լավրով հանդիպումը ինչ տվեց։ 35 րոպեում դժվար թե Ռուբիոնը եւ Լավրովը կարողանային ֆունդամենտալ ինչ-որ խնդիր քննարկել, առավել եւս այդ խնդրի շուրջ կային այնպիսի համաձայնությունների, որոնք բեկումային նշանակություն միջազգային իրավիճակի վրա կունենան։ Ես կարծում եմ դա ավելի շատ տեխնիկական խնդիրների շուրջ է եղել զրույցը։ Համենայն դեպս ամերիկյան եւ ռուսական մամուլը շատ ուշադիր ուսումնասիրել եմ այդ հանդիպման կտրվածքով, որևէ տեղ չեմ տեսել, որ այդ հանդիպման համատեքստում խոսված լինի ինչ-որ առաջընթացի մասին։ Ընդհակառակը, այդ հանդիպումից հետո շատ ինտենսիվ լուրեր սկսեցին տարածվել, որ Անկորիջի, այսինքն այլասկայի պայմանավորվածությունները Թրամփ-Պուտին այլևս անցյալում են եւ նոր գաղափարներ է պետք հակամարտության կարգավորումը ուկրաինական առաջ տալու համար, այդ մասին Ռուբիոն շատ բացահայտ է ասել, ռուսներն էլ շարունակել են Լավրովի եւ Պուտինի Պեսկովի մակարդակով կներեք պնդել այն թեզերը, որոնք մեզ հայտնի են։ Այս պարագայում Ռուսաստանը ասացի, որ ստրատեգիական վայրը չի ազդելու, բայց ինչ քայլերի կդիմի, կա այդ տեսակետը, որ փորձում են տնտեսական հարվածներ եւ այսպես ասենք, հասցնել Ռուսաստանին, նույն թեկուզը վայրերսի եւ լեզվի հիմնեք տեսնում ես ամենը, եւ որպեսզի ներսից խմորումներ զարգացնեն նաեւ։ Գիտեք, տնտեսական դժվարություններ անշուշտ թիրախավորումները բերելու են, եւ Viber-ի ցանցի կոլապսը հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց գրպաններին խփելու է, կամ բենզինի շարունակական հերթերն ու ճգնաժամը չեն կարող մարդկանց տրամադրությունների վրա չազդել, բայց ոչ մեկ չի չեղարկել նաև հակառակ օրինաչափությունից, որն է փաստ, որ այս վիճակից չի փորձի օգտվել ռուսական իշխանության արմատական թևը, որը կփորձի Պուտինին ավելի արմատական լուծումների մղել։ Այսինքն բացարձակապես եթե ինչ-որ ոնց որ ինչ-որ մարդիկ եթե ենթադրում են, որ այս հարվածներով Ռուսաստանում այնպիսի հուզումներ կարող են առաջացնել, որ իշխանության կայունությունը դրվի կասկածի տակ, ես նման կանխատեսումներ չունեմ։ Ես ավելի շուտ ենթադրում եմ, որ ռուսական իշխանության այն թևը կօգտվի իր առիթից, որը Ուկրաինայի պատերազմում ավելի արմատական միջոցների կողմնակից է, հետևաբար ուկրաինական թիրախավորումների հետևանքը ոչ թե Ռուսաստանում անկայունությունը կլինի, այլ պատերազմի էսկալացիայի մեծացումը։ Այստեղ մենք էլի ականատես ենք տուրբուլենտության, ճիշտ է նախորդ երկու օրերին հարաբերական հանգիստ է, որտեվ անցած գիշեր եւ նախանցած գիշեր Իրանը չի թիրախավորվել, հետեւաբար Իրանն էլ իր հերթին չի թիրախավորել Պարսից ծոցի երկրներին ամերիկյան հարվածների պատճառով, բայց այստեղ էլ կարգավորման հեռանկարները առանձնապես շուտապույտ կարգավորման տեսանելի չեն, որտեղ առնվազն երկու հարցում Վաշինգտոնն ու Թեհրան ունեն տրամագծորեն տարբեր մոտեցումներ։ Այդ հարցերն են Հորմուզի նեղուցի կառավարման խնդիրը եւ Իրանի միջուկային ծրագրի խնդիրները։ Այս երկու հարցերում արմատական տարբեր դիրքորոշումներ ունեն։ Մյուս կողմից ես հստակ մի բան ասեմ, լավ պատերազմ վարելու հեռանկարներ կամ հնարավորություն Միացյալ Նահանգները չունեն։ Դա նույնիսկ Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական վերնախավով են խոստովանում։ Նույնիսկ ցամաքային օպերացիան, որը Միացյալ Նահանգների մեյնսթրիմի շատ սահմանափակ խումբ
պնդում է, որ դա արդյունավետ կլինի, ոչինչ տալ չի կարող եւ վստահաբար կարող ենք կանխատեսել, որ այստեղ դիմակայությունը նման փոքր էսկալացիաներով եւ փոխադարձ թիրախավորումներով շարունակվելու է, միջև կողմերը կարողանան ինչ-որ լուծումներ գտնել։ Ցավոք էլի Հայաստանի համար ցավոք սրտի այստեղ էլ դերևս կայունացման միտումները հեռու են իրական սցենար լինելուց։ Իրանի նոր հոգևոր առաջնորդ Խամենեի որդին էլ ավելի ռադիկալ է եւ այսպես միտված միջուկային զենքի ստեղծմանը, սա ինչի կան։ Իմ կարծիքով չափազանցված է Իրանի նոր հոգևոր առաջնորդի դերակատարությունը իշխանության բուրգում։ Ես կարծում եմ, որ իրական իշխանությունը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հեղափոխության պահապանների կորպուսին, հենց նրանք են իրական քաղաքականություն մշակողն ու իրականացնողները եւ անշուշտ վերջին պատերազմը նպաստել է նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումները շատ ավելի կարճ դառնան։ Ցավոք սրտի Միացյալ Նահանգներում մակերեսային պատկերացումներ կային Իրանի Իսլամական Հանրապետության պոտենցիալի մասին։ Ես ու շատերը Երևանում նստած շատ ավելի լավ ենք պատկերացնում, որ Միացյալ Նահանգները Իրանում չեն կարող իրականացնել Վենեսուելա 2 օպերացիա, ցավոք սրտի այս ճշմարտությունը ամերիկյան իսիբլիշմենտում ոչ բոլորն էին, որ գիտակցում էին եւ եղավ այն ինչ եղավ, այսինքն Իրանը ոչ միայն իր սուբյեկտությունը չկորցրեց, այլ Իրանի նոր ղեկավարությունը շատ ավելի կոշտ է իր դիրքորոշումների մեջ, գումարած որ Հորմուզի նեղուցի հաղթաթուղթը Իրանը ձեռք բերեց, ինչը նրա ազդեցությունը ռեգիոնալ եւ համաշխարհային հարթություններում անհամեմատ մեծացրեց։ Սա շարունակում է որոշակի օրեն նաեւ այս իրավիճակը ասացումն թրիփ նախագծել։ Ես ասել եմ, հիմա էլ կրկնեմ, ներկա ուժային բալանսում, որ ձևավորվել է ռեգիոնում, թրիփը այն պարամետրերով, որ ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին, ռեալիզացվելու որևէ շանս չունի։ Մենք լսում ենք Թեհրանից ուղղակի մեսիջներ այդ մասին, ինչպես է պատկերացնում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է Պարսից ծոցում ամերիկյան ներկայության սահմանափակմանը, բայց իր հյուսիսային սահմանին կարող է հանդուրժել Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ ներկայություն ունել 99 տարով։ Սա ես գրեթե անհնար եմ համարում։ Մոսկվայից վերապահումները թեև ավելի դիվանագիտական ձևակերպումներով, բայց շարունակվում են, օրինակ ռուսները ասում են, որ անհամատեղելի են թրիփ կարգավորումները ԵԱՏՄ կարգավորումների հետ, հիշեցնում են, որ թրիփի հարևանությամբ տեղակայված է ռուսական զորք եւ այլն։ Հետևաբար կամ թրիփ նախագիծը խմբագրվում է, դրանում ներառվում են նաեւ Ռուսաստանի եւ Իրանի շահերը, կամ թրիփ նախագիծը այն պարամետրերով, որ ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին, ռեալիզացիայի շանս գրեթե չունի։ Հիմա գանք ներքին խնդիրներին, ասես ասենք, հայտնվում է այդ գործը, որը կարող են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Սուրենյանց, ըստ էության խաբեբաներ իրանցի, այսպես ասենք, առերեսվել են անցել շաբաթվա վերջ, 3 օր Գագիկ Ծառուկյանը 10 ժամից ավել հարցաքննում էր։ Խնդրեմ ես ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ նոր հանրային քրեական հետաքրքրություն։ Իրանցի խաբեբաները խնդիրը չեն։ Խնդիրը իշխանության քաղաքական հաշվեհարդարն է։ Այդ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ինչ-որ գործակիցներ կգտնեին։ Դրանք կլինեին Իրանում, թե Հայաստանում էլ ստուգաշների պակաս չկա, այսինքն թե Հայաստանում ինչ-որ մարկանց արժի ծառայությունից կօգտվեին, թե տոտալ խուզարկություններով ինչ-որ բան կպեղեին, ինչպես անցած շաբաթա վերջին պարզվեց։ Հստակ քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք, դա ժանրի բոլոր կանոններով։ Հիմա
Դա իրանցիների հետ կապված գործը փուչիկ է, ես առիթ ունեցել եմ ձեր տաղավարում ասել, այդ մարդիկ են Ծառուկյանին 14 միլիոն դոլարի, եթե չեմ սխալվում, պարկ եւ թղթով թամասով ժողովրդական լեզվով ասեմ, այդ կա արձանագրված է, Իրանի պատկան մարմիններն էլ դա արձանագրել են, սա մեկ։ Ինչ վերաբերում է այն նոր գործին, թերևս իշխանությունները համոզված լինելով, որ այս խարդախության գործը կապված իրանցի գործարարների այսպես թե այնպես մի օր փլուզվելու է, մոգոնում են նոր քրեական պատմություններ Ծառուկյանի դեմ, որպիսի իշոր նրան անազատության մեջ պահելու պատճառները չվերանան։ Ընդհանրապես ավտորիտար երկրներում ես ձեզ խորհուրդ կտամ այդքան էլ ճիշտ իրավական բաղադրիչի վրա ուշադրություն չդարձնել, որտեվ եթե փրփուրը մաքրում ենք այս գործերի վրայից, մնում է մաքուր քաղաքական հաշվեհարդարը։ Այսինքն գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, այս վիճակից քաղաքական մեթոդներով էլ կարող ենք դուրս գալ։ Մնացածը իրավական արդարադատության ապավինելը կամ լիրիկական զեղումները այս գործին առանձնապես օգուտ չեն տալու։ Ծառուկյանը ինչպես եւ քաղաքական մոտիվացիայով կալանավորված ցանկացած ոք պատանդ են իշխանության ձեռքերում։ Հիմա մենք այդ մարդկանց քաղաքական մեթոդներով պատանդարությունից պիտի ազատենք։ Եվ ես որևէ տաղավարում հրաժարվում եմ մանրակրկիտ անդրադառնալ Ծառուկյանի կամ այլ քաղբանտարկյալի դեմ առաջադրված մեղադրանքների իրավական բովանդակությանը, որովհետև հիմա եթե որոշեն Սուրեն Սուրենյանցին կամ ինչ-որ մեկին կալանավորել, 7 պորտով կպեղեն բան կանեն, ինչ-որ մի բան կգտնեն, այսինքն այստեղ ճիշտ հասկանանք, մարդը կա, գործը կգտնեն, այդ տրամաբանությունն է գործում, կասեն օրինակ փողոցը կարմիր լույսի տակով սխալ եմ անցել, այո։ Ես նախորդ շաբաթ ես ձեր խոսքը այդպես էլ վերանագրեցինք մենք, երբ քննչականի մոտ էիք, դուք ասացիք թող լավ իմանա այս իշխանությունը, այն ամեն ինչ գողացել է Գագիկ Ծառուկյանից եւ շարունակում են գողանալ, չի հաջողվել իրենց ունեզրկել եւ վերջիվերջո ամեն ինչ վերադարձրել է պարոն Ծառուկյանին եւ նրա ընտանիքին։ Այսօր էլ պարոն Ծառուկյանը չի լավ այդ ուղերձին պետք է անդրադառնանք, որտեղ այդտեղ տնտեսական խնդիրներին է անդրադառնում։ Խնդրեմ։ Ես հիմա էլ եմ Գիտեք, տեսեք, մեր խնդիրը այնա, որ մենք դիմադրության առանց դերևս չենք կառուցել։ Ինչը թույլ է տալի, որ այդ իշխանությունը իր ռեպրեսիվ երախը բացած պահի եւ նորանոր մարդկանց կլանի։ Ոմանց էլ վախացնի հասարակության խմբերի։ Այո, այս սեփականությունն էլ, որ պետական ռեկետով փորձում են խլել, մյուս բաներն էլ վերականգնելի են։ Մեր առաջին խնդիրը պետք է լինի ռեպրեսիվ երախի ատամները փշրելը։ Դա պիտի անենք մենք։ Թե չէ պարոն Ծառուկյանը մեզանից էլ լավ իրավունքի եւ օրինականության հասնելու ձևերը գիտի, բայց նախ պատանդառությունից մենք պետք է այդ մարդկանց ազատենք, հետո նրանց ոտնահարված իրավունքների վերականգնման մասին մտածենք։ Խնդիրը էսա։ Մենք որպես ընդդիմություն կգնանք դիմադրության համակարգերի ձևավորման ճանապարհով, թե դիտորդի պես ամեն երկու շաբթի, օրինակ ձեր տաղավարում ես վիճակագրի պես կարձանագրեմ, քանի նոր մարդ են բռնել, քանի նոր սեփականություն են խլել։ Ինձ այդ վիճակագրի կարգավիճակը դուր չի գալիս։ Ոչ էլ քաղաքական կյանքում Խրիմյան հայրիկի թղթեշերեփ օգտագործելու կողմնակից եմ։ Ես մի քիչ ավելի քաղաքական կոշտ պայքարի կողմնակից։ Կրկնում եմ, քաղաքական, բայց կոշտ, որպեսզի իշխանության այդ ռեպրեսիվ երախի ատամները փշրվեն։ Դուք դրան եք անդրադարձել, գիտեք, որ ինչպես հեյց խլեցի Սամվել Կարապետյանից, հիմա Արարատցեն են խլել, եւ էկոնոմիկայի նախարարը չէ հպարտանում, ինչպես դուք ասացիք, ես փուլակապ թափ ծրագրով, նաեւ սպառնում ըստ էության Արարատցեմենտի աշխատակիցներին, որ կամ ձեր գործը վարչությունները կանեք, կամ ասում դիմում եք գրելու քրեական եւ վարչական հետապնդման ենթարկվեք։ Բայց սրա հետ կապված ինչ կա։ Այդ մարդկային պատահականության գրառման միակ իմաստը էդ էր։
սպառնալ ուրեմն աշխատողներին, որովհետև պարզա չէ, այն կարգի ապօրինություն են անում, որ իրանք կանխատեսում են, որ 1200 աշխատողի մեջ կգտնվեն արժանապատիվ մարդիկ, որոնք կդիմադրեն, որովհետև պարզա չէ, հիմա գնալու են մենեջմենտից ազատումներ անեն եւ այլն, այո, կդիմադրեն այդ ընթացքին եւ նրանք փորձում են սպառնալիք կախել։ Նիկոլ Փաշինյանը իդեպ շատ ավելի ազնիվ էր այս հարցում, որը այդ Գևորգ Պապոյանի գրառումից մի քանի օր առաջ ասուլիսում, որ լրագրողն էլի Արարատսեմենտի աշխատողներին դիմեց, այսպես կոչված ճակերտավորն ազանդության կոչով, երբ որ լրագրողները ասին սպառնում եք, ասեց այո, սպառնում եմ։ Այսինքն սա պարզ սպառնալիք, հա, կամ խելոք մնացեք կաշխատեք, կամ որ խելոք չմնա աշխատանքից կհեռացվի, սա ինչ ասեմ, այնքան պարզ է մեսիջը։ Իրանք շահագործում են մարդկանց սոցիալական ծանր վիճակը եւ աշխատատեղեր չունենալու կամ այլընտրանքային աշխատատեղեր չունենալու այդ ծանր վիճակը եւ մարդկանց սպառնում են։ Մարդիկ պիտի հասկանան, ինչքան սպառնալիքին երկար տրվեն, այնքան իրանց իրավունքները, այդ թվում սոցիալական իրավունքները ոտնահարվելու են։ Եվ մենք այս իրականության մեջ նաև տեսնում ենք, դուք այս մասով եք գրառում արել, հիմա պետք է խնդրեմ ավելի բացեք, հա, այս հարցը։ Գարկ մի փոքր վերջից, կառավարության մոտ էին ձգնարտադրողները, գիտեք ինչի են բախվել։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ սուտ է, թե Եվրոպայից Իրան արտահանում, պարզվեց Իսպանիայի արտահանվել մի քիչ չափաբաժին, այնտեղ փչացած Իրան է եղել։ Նույն շաբաթվա մեջ, անցած շաբաթվա վերջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կատնամթերքի շուկան է փակում Հայաստանի արտահանումների համար։ Այս ամենը ինչ կոլապսի, ինչի է հանգեցնելու։ Դե հիմա այստեղ պարզվեց Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը։ Ինչեր ստում Նիկոլ Փաշինյանը, այո, որտեղ սա ակնհայտ էր։ Տեսեք, նախ քարոզարշավի ժամանակ այս մարդը անդիմությանը հեգնում էր, ասում էր հեսա ընտրությունները բրծնեն, առաջին այցս Մոսկվայի ալնելու, Պուտինի հետ պլանավորված հանդիպում ունեմ, որտեղ բոլոր հարցերը շատ կարճ ժամանակում կլուծեմ։ Ընտրությունների ավարտից հետո իսկապես Նիկոլ Փաշինյանը առաջի սուտը բացահայտենք, ոչ թե Պուտինի հետ հանդիպում չի եղել, այլ Պուտինը հրաժարվում ընդունել Նիկոլ Փաշինյանին Կրեմլում եւ այդ անդուլ անպտուղ ջանքերից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց այնուամենայնիվ օգտագործել մի հատ ֆորումի հնարավորություն եւ Միշուստինի հետ քննարկել։ Միշուստինի մոտից որ հետ վերադարձավ, լրագրողների մոտ պարզեցավ, որ ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերել, բայց ճիշտ կլինի, որ դրանք իրականացվեն, նոր դրա մասին խոսակցություն գնա։ Բանից պարզվեց ոչ մի համաձայնություն էլ ձեռք չեն բերվել, ավելին ես ուզում եմ հատուկ շեշտել, որ Միշուստին Փաշինյան հանդիպումից հետո տնտեսության երկու ոլորտի վրա էլ է սահմանափակում տարածվել ձկնամթերքի եւ կատնամթերքի, ինչպես նշեցիք։ Քարոզարշավի ժամանակ որևէ այս պատժամիջոցներ էր կիրառվում, զանգեց Ռուսաստանի նախագահին 3 շաբաթ չանցած նոր պատժամիջոց։ Հա, այսինքն, որովհետեւ այդ բանակցություններում գլխավոր ստին գանք։ Իրան ասում են բոլոր խնդիրները լուծելի են, բայց ընկեր ջան գնա կողնորոշվի։ Ի վերջո դու երկիրը տանում ես, քո երկիրը տանում ես եվրոինտեգրման ճանապարհով, թե հավատարիմ ես մնում ԵԱՏՄ-ի շրջանակներում արկա պայմանավորվածություններին։ Նիկոլ Փաշինյանը չլսելու է տալի Ռուսաստանից հնչած հորդորները եւ փորձում է երկու աթոռի վրա նստելու մարտավարությունը շարունակել, չնայած իրան ըստ էության Մոսկվայից ասում են, որ մինչև դեկտեմբերի վերջը մեր բաժին աթոռը քո տակից հանելու ենք։ Այս սանկցիաները հենց դա է նշանակում։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը ձեզ ստում է։ Վերջին հանդիպման ժամանակ Միշուստինը, իսկ ապրիլին Պուտինի, իսկ հետո այդ հեռախոսազրույցի ընթացքում ձեր նշած, որևէ բան էլ ինքը չի կարողացել պայմանավորվել, իրան բավականին կառուցողական տոնով ասել են գնացեք որպես երկիր կամ որպես իշխանություն կողնորոշվեք, ի վերջո դուք որ քաղաքականության կրողն եք, դրանից հետո իսկապես հարցերը կամ շատ արագ կլուծվեն, կամ տեղի կունենա
հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների այս փիլիսոփայության քաղաքակիրթ ապարզանը մեր երկրի համար շատ տխուր հեռանկարով։ Շարունակել Ռուսաստանը այլ ավելի խստացնել է սանկցիաները։ Միջև քաղաքական լուծումներ չգտնեն, այո։ Գիտեք, իրանք թանկ գին են պարտադրում Նիկոլ Փաշինյանին պայմանավորվելու համար։ Մեծ գին են Նիկոլ Փաշինյանից ուզում։ Այդ մեծ գինը ինստիտուցիոնալ երաշխիքներն են, որ Հայաստանը ստրատեգիական կուրսը չի փոխում որպես երկիր։ Կգնա Նիկոլ Փաշինյանը այս քայլին։ Հայ-ռուսական հարաբերությունները շատ արագ կարող են վերադառնալ ինչ-որ նախաճգնաժամային վիճակի չեն վերադառնա իհարկե, բայց բնականոնության կվերադառնան։ Չի գնա Նիկոլ Փաշինյանը զիջումներին։ Այս ճգնաժամ բառը շատ երկար ուղերձ կլինի հայ-ռուսական հարաբերություններին, եթե նույնիսկ հարաբերությունների ինչ-որ մոդել հաստատվի։ Բայց ավիվում է տնտեսություն։ Դե, Իրան ձեր կարծիքով նենց մի քանի հազար լուսավոր տղաների զոհաբերած մարդու շատ հետաքրքիր է, մի քանի տասնյակ հազար մարդու սոցիալական խնդիրները։ Ձևը գտել են, չէ՞։ Այն կենսաբանական պատահականությունը մասին նոր հարց տվեց, ումից նոր հարց տվեցիք, Գևորգ Պապոյանը։ Քիչ առաջ երեք ոսմեր Չինաստան արտանում է այսքան ավելացել, այս տոկոսները։ Ծավալը չի նշում։ Նա կա Չինաստան մի ավտո է ուղարկել, հիմա երկու ավտո է ուղարկել, 100% աճա դրանից վերցրել։ Հասկանում եք, դրա համար եմ ասում։ Մեզ քարոզչական աղբով եվրոինտեգրել են։ Եվրոպական շուկաները բացել են։ Մի հատ սրտարուշտյոց մուրաբայա է փում հայկական ծիրանով։ Այդ ես կոսներ կամ կալասը։ Այսինքն այս ճոճերը քերիսեմերը հասկացել են, որ մեր ժողովուրդը շատ դեպքերում ոչ թե ուղեղով է մտածում, այլ ականջներով։ Ինչքան աղբ կա, մեր ականջները լսնում են։ Կեղծ հայելիների թագավորություն են սարքում։ 5 միլիարդի պատվիրավճար են ուսրել, ինչի համար։ Բյուրոկրատիան իրանց միակ սոցիալական հենարանն է։ Տեսեք, կան սոցիալական խնդիրներ, չէ՞։ Մի քանի տասնյակ հազար մարդիկ վերամշակող եւ գյուղմթերքներ արտադրող բոլոր տնտեսությունները կանգնած են կոլապսի առաջ, աննախադեպ կոլապսի։ Մարդիկ վարկերը չեն կարողանում սպասարկել, եկամուտներից զրկվել են եւ այդ փչացած ծիրանների տեսարանը այս ճգնաժամի ամենալավ ցուցիչն է։ Ուրեմն այս երևույթի հետ գործ ունենք։ Գագիկ Ծառուկյանի դեմ ռեպրեսիաների շրջանակում 8-ից 10,000 մարդ գործազուրկ կա դարձել եւ օրվա հացի կարոտա մնացել, էլ չեմ ասում, որ այդ մարդիկ էլի ունեն վարկային պարտավորություններ եւ այլն եւ այլն։ Այս պայմաններում փոխանակ տնտեսության աջակցության եւ սոցիալական աջակցության փաթեթներ կառավարությունը իրականացնի 5 միլիարդ դրամ կամ 13 միլիոն դոլար պարգևավճար տալի բյուրոկրատիային։ Ինչի համար։ Շատ պարզ։ Իր սոցիալական միակ հենարանը բյուրոկրատիան է։ Մի կողմից վարձահատույց են լինում նրա համար ինչ-որ արվելանտրությունների ժամանակ, մյուս կողմից դիմաց ընտրություններ են։ Էլի բյուրոկրատիային կոնսոլիդացնելու անհրաժեշտություն կա։ Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Հանկարծ այնպիսի տպավորություն չլինի, որ ես ընդհանրապես պարգևավճարին դեմ եմ։ Պարգևավճարը անհրաժեշտ բան է, բայց դա պետք է կարգավորվի բացառապես օրենքով։ Պետք է միայն կատարողական ցուցանիշներն ու ծառայողական այսինքն պրոֆեսիոնալիզմը պարգևավճարի հիմք հանդիսանան եւ ոչ թե քաղաքական լոյալությունը իշխանության հանդեպ։ Հիմա այս պարգևավճարները ինքնին շատ անարդար բան են, որովհետեւ միլիոնավոր դրամներ բաժին են հասնում, այսպես կոչված վերխուշկին, այն մարդկանց, որ Նիկոլ Փաշինյանի նազիր վեզիրներն են, եւ մի քանի հազար դրամ ցած նետում են բարեխիղճ մասնագետների որպես ժողովրդական լեզվով ասած թուլապայ։ Ինքը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է սոցիալական անարդարության ցցուն դրսևորումով։ Գիտեք, այս բանի մեջ, սիրականության մեջ, երբ այս իշխանությունը քաղաքական խայտարակ ռեպրեսիաների է դիմում
ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդկանց նկատմամբ մենք տեսնում ենք, որ փողոցներում բխտում է ուղղակի հանցագործությունը, մարդկանց են, այսպես ասենք, օրը ցերեկով գրապում, սպանում, ծեծ, ջարդվիճակ այսօր քպականի եղբայրն էլ է արժանացել։ Ինչ տարբերություն, եթե իրավական բեսպրիձել է երկրում, այսինքն չեն գործում իրավապահ մարմինները, կամ իրավապահ մարմինները դարձել են շակալներ, որոնք միայն ֆաս հրամանով հարձակվում են ընդդիմադիրների վրա, իրական հանցագործները հայտնվել են կոմֆորտ զոնայում եւ պետության չգոյության պայմաններում Սիցիլիա են բեմականացնում հանրապետության տարբեր մասերում։ Այդ Մուրացյանի դեպքերը դրանից առաջ արաբկիրում եղավ, այսօր է դա իրավական բեսպրիձելը պետք է կամաս լափի նաեւ իշխանության ներկայացուցիչներին։ Իհարկե այստեղ այս պայն ինձ հասու տեղեկատվությամբ ինք իրան լկտի ապահ է, որից հետո ծեծակել, ծեծը ամեն դեպքում արդարացում չունի, միանգամից ասեմ, այսինքն ֆիզիկական, նույնիսկ եթե այդ Կոնջորյանի եղբայրը հայոյանք է տևել, նրա նկատմամբ ֆիզիկական հաշվի առնելը դա պարտ է, լիա, բայց հայ Կոնջորյանի ծեծված եղբայրը պետք է իմանա, որ սա իր աղբոր եւ իր աղբոր շեֆի ստեղծած բեսպրիձելի հետևանք է։ Երբ որ հարցերը ոչ թե իրավական հարթության վրա են լուծվում, այլ լուծվում են մեկը մեկին քրֆեց, մեկը մեկին ծեծեց, որովհետև ասում եմ իրավապահ ամբողջ մարմինը քաղաքական հաշվի արդարի գործիք է դարձել։ Ամեն դեպքում ցանկացած ծեզ, բռնություն, կրակոց դատապարտել են այդտեղ, բայց կրկնում եմ, Հայ Կոնջորյաններն ու Նիկոլ Փաշինյաններն են այս միջավայրը երկրում ստեղծել։ Հիմա իզուր են զարմանում։ Բայց իրանց թվում էր այդ բեսպրիձելը ի վերջո ոչ մեկին էլ չի շրջանցում։ Սկզբում ավելի հասարակական այլ խմբերի է շոշափում, հետո կամաց բեսպրիձելը մոտենում է նաև իշխանության դռներին, որովհետև նախ իրանք են ցանել այդ սերմը։ Ինչ ցանել են, այն էլ ընձում են։ Բանակում մահահերթական ինքնասպանության են հասցնում, մինչ սրանք ամեն անկյունում բղավում են, թե տեսեք ինչ խաղաղության ենք հասել, սահմանի գրավվածներ չկան, մահերը բանակի ներսում են։ Սուրեն Պապիկյանի, այսպես ասենք, հայացքի ներքո է, թե աչքերը փակա, թե ինչ է։ Ակնհայտորեն բանակում ոչ մի ռեֆորմ չկա։ Ակնհայտորեն մի ներքին թշնամի, որի անունը կարող եք դնել ոչ արդյունավետ կառավարում, բանակում, լափում է երիտասարդ կյանքեր։ Այդ բեսպրիձելը, այդ ոչ կանոնադրային հարաբերությունները, այդ ամեն ինչի հետևանք է։ Իրանց տեղում չեն ոչ պաշտպանության նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը։ Հետո ո՞նց եք պատկերացնում քրեացին բում լինի երկրում բանակը որպես հասարակության ամենակենսունակ օրգանիզմ դրանից անմասն մնա։ Երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակը իր արտացոլումն է գտնում նաև բանակում։ Ես էլի եմ կրկնում, բանակում որևէ ռեֆորմ չկա, ես տենց էլ չեմ կարող հասկանամ Սուրեն Պապիկյանն ու միսները ինչ են խոսում, այդ ինչ ճամարտակություններ են անում ռեֆորմի մասին։ Հասկանում եք, ես ու ամենաողբերգական ինչն է, մի հատ ցավակցական հեռագիր էլ չկա բանակի կողմից, վարչապետի, պաշտպանության նախարարի, ավելի մարդակուլ, մարդատիաց իշխանություն Հայաստանում չի եղել։ Նորմալ երկրում նախարար պետք է հրաժարվի։ Ինչի ազատի դեպքից հետո Սուրեն Պապիկյանին ոչ միայն տիրաժարականի ենթարկեցնեին, այլ նաև պատասխանատվության ենթարկվեր ինքը նման բանակում տիրող նման բեսպրիձելի եւ ոչ կարգապահական հարաբերությունների համար։ Այսօր պարոն Ծառուկյանը ուղերձ էր հղել խոսելով տնտեսական այն խնդիրների մասին, ինչը առաջ կանգնեցնելու են հայ ժողովրդին եւ ըստ էության նաեւ այսպես է, այո, այն շուկաներից որտեղից դուրս է գալիս Հայաստանը շուկան միանգամից լսվում է Ադրբեջանը, այսպես ասենք։ Դա հայտնի փաստ։ Այո, ես կխնդրեմ նաև դիմել էր ըստ էության նաև գործարարներին, որ սա հանգեցնելու էլի շղթայական է լինելու, նաև ներողություն խնդրել այն մարդկանցից, ովքեր ոչ իր մեղքով իհարկե այսօր հարկադիր պարապորտի են մատնված։ Խնդրեմ։ Պարոն Ծառուկյանի մտահոգություններն անշուշտ կիսում եմ եւ լեգիտիմ եմ համարում։ Հանրապետության տնտեսության վիճակից, նույնիսկ անազատության մեջ,
նա այնքան խորը պատկերացում են ունի տնտեսության վիճակի մասին, որ շատերը չունեն անգամ իշխանության մեջ գտնվելով կամ ազատության մեջ։ Իմիջիայլոց ասած, հա, մարդը, որը, այսպես ասենք, քարի վրա դնելով ստեղծում է այդ ամեն ինչը, շատ ավելի խորքային է հասնում, քան կաբինետներում իշու վերելած մարդը։ Բայց լուծումները տնտեսական դաշտում չեն, այս լուծումները տնտեսական դաշտում չեն։ Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը ինչից է առաջացել, որովհետև Նիկոլ Փաշինյանը վարում է արկածախնդիր արտաքին քաղաքականություն։ Այսինքն, առանց ռեալիստական հաշվարկի, նա երկրի ստրատեգիական կուրսը փոփոխելու քաղաքականություն է վարում, ինչի հետևանքով մեր գործարարները գյուղատնտեսությամբ եւ մերամշակող տնտեսության ոլորտում զբաղված մեր գործարարները կորցնում են շուկաները։ Սա քաղաքական արկածախնդիր քաղաքականության հետևանք է, ոչ թե տնտեսական պատճառներ ունի։ Նույն պատճառով, երբ որ պարոն Ծառուկյանի 8-ից 10 հետ աֆիլացված ձեռնարկությունների 8-ից 10,000 աշխատողներ պարապուրդի մեջ են, էլի սա տնտեսական պատճառ չունի, մաքուր քաղաքական պատճառ ունի, ռեպրեսիա է դրա անունն էլ։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք սոցիալական այս տխուր համատեքստը չլինի, հա, բաներ կան, որ Հայաստանի իշխանությունից կախված չի։ Հորմուզի նեղուցի փակումը եւ դրա հարուցած տնտեսական հետևանքները, ուկրաինական պատերազմ, Իրան-Ամերիկա առճակատում եւ դրանց տնտեսական հետևանքները, այո, Հայաստանի իշխանությունից կախված չի։ Բայց այդ օբյեկտիվ խնդիրների կողքին, երբ որ Հայաստանի իշխանությունը վարում է արտաքին ու ներքին այնպիսի քաղաքականություն, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ հայտնվում են սովի եզրին եւ երկրում սոցիալական բունտի ուրվականն է պատտվում, այստեղ արդեն քաղաքական լուծումներ են պետք։ Համոզված եղեք իրատես սոլիդ իշխանություն լինի, շատ արագ մի շարք խնդիրներ, որոնք այս պահին անլուծելի են թվում, որտեղ կուտակվել են նույն արտահանման սահմանափակումների հետ կապված կամ ռեպրեսիաների հետևանքով երկրի ներդրումային միջավայրի խաթարման հետ կապված արագ լուծելի խնդիրներ են։ Եվ վերջին հարց, Բաքվում շարունակում են խոշտանգվել մեր հայրենակիցները։ Ծիրանուշ Սահակյանը վերջերս հայտնում էր, որ ըստ էության մինչև անգամ կոտրվածների մասը կարող խոսք գնալ, սարսափելի խոշտանգումների են ենթարկվում մեր հայրենակիցները։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ իհարկե վերջերս Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի կոչտեր մեծ ազդակ է հասկանալի ինչ է նշանակում։ Դե առանձնապես մեծ ֆանտազիա ունենալ պետք չի, որպեսզի ակնհայտ լինի, որ այդ մարդիկ հոգեբանական եւ ֆիզիկական սիստեմատիկ խոշտանգումների են ենթարկվում Բաքվի բանտում, արտաքին տեսքին էլ նրանց նայում ես, դեմքների վրա այդ տառապանքը դրոշված է։ Այո։ Հիմա այստեղ ակնհայտ է նաև այլ ճշմարտություն, որ Հայաստանի իշխանության առաջնահերթությունների մեջ այդ պատանդարված գործիչների վերադարձնելու հարցը չի մտնում։ Տեսեք, չեմ ասում, չեն ուզում եւ այլն, ասում եմ օրակարգում չկա նրանց այդ հարցը։ Ինչու՞։ Որտեվ իրենք պատրաստ չեն բարձրացնել հարցեր, որոնք կնեղացնեն Ալիևին։ Ալիևը ասել է այս հարցը մի բարձրացրեք, որտեվ հիմա ինձ հարմար չի լուծել, իրենք չեն բարձրացնում։ Եթե պապիկ տատիկի նկարի համար երեխա այդպես պատմություն ալնում, որտեվ Ալիևը կիմանար կզայրանար, պարշի որ որտեղ դի գերիների հարցը բարձրացվում, միջազգային կառույցներում, ճիշտ է։ Ալիևը ասել է կբարձրացնեք այդ հարցը, ձեզ կզրկեմ այն կոմֆորտ զոնայից, որի պայմաններում կարող եք պահել ձեր իշխանությունը։ Շատ պարզ է բանաձևը։ Էլի ամոթ ասել է, բայց նույնիսկ գերիների եւ այդ մարդկանց հարցը, ռազմագերիների հարցը կարող է լուծել միայն քաղաքական Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով։ Այսինքն կոմֆորտ զոնայից կզրկեմ ԿԽԲ։ Չէ, իշխանությունը կոմֆորտ զոնայից կզրկի։ Դա ինչպես եք պատկերացնում։ Այսինքն կոմպրոմատների հրապարակում։ Չէ, երկու հատ կրակոց լինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ոչինչ չի մնա։ Բանա չէ, խաղաղության բլեֆի վրա է, չէ, խաղաղության ապրանքն են վաճառում հասարակության վրա
Եվ մեր հայրենակիցների մի մասին էլ կարողացել են այդ բլեֆով կերակրել, որ այլևս խաղաղություն է, բարեկեցության դարաշրջան ենք մտնում եւ այլն եւ այլն։ Շատ ամոթ է խոստովանել է, բայց կարծեմ Դավիթ Մանուկյանի ուղերձում էր հենց այդ կտորը, որ իրենց հետևում չեն զգում Հայաստանի շունչը։ Դավիթ Իշխանյանին է, կարծեմ, երբ որ մեր դեմքին շպրտում են, որ ձեր Այո։ իշխանությունը Դե բոլորի ուղերձներում էլ դա ըստեյության կա ու մենք էլ չենք զգում անկեղծ ասած, ցավոք սրտի։ Հայաստանի բանտերը եւ Բաքվի բանտերը բազմաթիվ հայրենասերներով են լցված, ցավոք սրտի, սա է օբյեկտիվ իրականությունը, այդ իրավիճակը էլի անեշչելի են ոչիլի անեկդոտի պատմության ինչ խոսում ենք, ես քաղաքական լուծում եմ առաջարկում, բայց իսկապես Հայաստանում կոտակված խնդիրների լուծման միակ բանալին քաղաքական դեղատոմսերն են։ Պարոն Սուրենյաց, այդուհանդերձ սեպտեմբերի կամ աշնանը ռազմական էսկալացիայի պատերազմական կա։ Ոչ, բայց այդտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ խաղաղության պատրանքի դերը շատ փոքր է։ Դա Իրանի շուրջ իրադարձությունները զարգացող Ալիևին դերևս հնարավորություն չեն տալիս պատերազմական գործողություններ սանձազերծել, դե Իրանի զսպող գործոնը շատ մեծ է։ Շնորհակալություն։